Այս եղանակը Հայաստանի Հանրապետությունում որքան ժամանակ կպահպանվի, սա կարող ենք արձանագրել ձմռան սկիզբ, թե դեռ վաղ է նման կանխատեսում անել։ Ուրեմն առաջիկա ժամերից արդեն սկսած, հատկապես այսօր երեկոյան ժամերից ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը։ Մարզերի մեծ մասում տեղումների ինտենսիվությունը կտրուկ կնվազի, այսինքն այս պահին ինչ ունենք նման առատյան տեղումներ եւ այլն, մարզերի զգալի մասում դրանք կթուլանան։ Դա ինտենսիվ տեղումները այսօր երեկոյան եւ առաջիկա գիշերը եւ նույնիսկ վաղ առավոտյան կպահպանվեն Վայոց ձորի մարզում, Սյունիքի մարզում եւ Արցախում։ Այստեղ կշարունակի առատձյուն տեղալ, իսկ վաղը արդեն կեսօրից հետո աստիճանաբար դեպի երեկո հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն, այսինքն վաղը այս ժամերին մենք արդեն երկրի ողջ տարածքում կունենանք առանց տեղումների եղանակ եւ եղանակը կսկսի պարզել։ Եվ եղանակի պարզեցման պայմանավորված արդեն հովտային շրջաններում մենք արդեն նախազգուշացումը 2-3 օր առաջ տարածել ենք Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտիներում, Տավուշի հովտային գոտիներում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռներում արդեն գիշերային ժամերին գրանցվեն բացասական ջերմաստիճաններ։ Բայց առհասարակ պետք է ասեմ, որ նոյեմբերի 3-ից սկսած բավականին տևական ժամանակ մեր երկրի տարածքում կլինի բավականին արևառատ հաճելի եղանակներ, ճիշտ է, օդի այդպես շատ բարձր ջերմաստիճան չենք ունենա, Երևանում կհասնի 10-12 աստիճանի պլյուս ցերեկային ժամերին, բայց ամեն դեպքում ինչ հիմա մենք ունենք այս ցիկլոնի ազդեցությամբ դա վաղվանից սկսած կանցնի։ Իսկ ինչ վերաբերվում է կարող ենք ընդունել ձմռան սկիզբ թե ոչ, իհարկե չենք կարող ընդունել, որովհետև սա ցիկլոն է, սա ժամանակավոր բնույթ է կրում եւ ես նորից կրկնվեմ, որ առաջիկա ժամերից սկսած ցիկլոնի ուժը կթուլանա։ Նա արդեն այս պահին տեղաշարժվում է դեպի Կասպից ծովի տարածք, մեր տարածքից ուրեմն դուրս է գալիս եւ նրա ազդեցությունը հենց պայմանավորված է նրանով, որ ներկա պահին այդ շարժումը, այդ ինտենսիվ մասը գնում է դեպի Կասպից ծով եւ սկսած հյուսիսային շրջաններից, այսինքն Շիրակից, Լոռիից, Տավուշից աստիճանաբար կնկատվի տեղումների ինտենսիվության թուլացում։ Տեղումները կվերականգնվեն, ի նկատի ունեմ, եթե վաղվանից տեմպը թուլանում է, այնուամենայնիվ նոյեմբեր ամսին ինչպես է լինելու Մենք նոյեմբեր ամսին տեղումների քանակը կանխատեսել ենք նորմայի սահմաններում, բայց ասեմ, որ այսօր շատ առատ տեղումներ են գրանցվել։ Հանրապետությունում հատվածներ կան, որ ամսական նորմայի չափ տեղումներ է թափվել, բայց դա դուք գիտեք, որ արդեն 5 օր առաջ նախազգուշացված էր, որ նոյեմբերի 1-ին մենք գտնվելու ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանները երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, այսինքն այս ամեն ինչը կանխատեսված էր։ Իսկ ներկա պահին գրեթե բացի Սյունիքի հովտային գոտուց հանրապետության բոլոր հատվածներում ձյուն է տեղում, իսկ Երևանի այս ձյունը սա թաց ձյուն է, ներկա պահին ջերմաստիճանը 3 աստիճան է, 0-ից բարձր +3 աստիճան է եւ Երևանի ցածրադիր հատվածում այսօր լուրջ ձնածածկույթ չի գոյանա, ձնածածկույթ գոյացել է բարձրադիր հատվածում, այդ Կոմիտասից վերև մասիվն է, քանակերն է, առինջն է եւ այլն Ավանում, բայց վաղը արդեն դա կհալվի եւ ձյունը կվերանա։ Այս տարվա կտրվածքով ինչ ձմեռ ենք ունենալու։ Օրինակ անցյալ տարի հունվար ամսի առաջին օրերի այդ ձնառատ վիճակը արդյոք այս տարի պահպանվել է թե ոչ, ինչ է կանխատեսվել։ Գիտեք, ձմռան մասին մենք որևէ կանխատեսումներ այս պահին ունենք, մեր գիտական նյութերը, որոնց հիման վրա մենք եզրակացություն ենք կատարում, թե ինչպիսին կլինի ձմեռը, պատրաստ են լինում նոյեմբերի վերջին տասնօրյակում եւ մենք միշտ երբ որ պատրաստ է լինում ձմռան կանխատեսումը, հանդես են գալիս հատուկ մամուլի ասուլիսով եւ ազգաբնակչությանը զգուշացնում ենք։ Մինչև քանի աստիճան կբարձրանա ջերմաստիճանը օրինակ Երևանում։ Երևանում զգալի կբարձրանա։ Եթե այսօր ընդունենք, որ մայրաքաղաքում եղել է առավելագույնը 3-4 աստիճան 0-ից բարձր, ապա արդեն նոյեմբերի 4-ին, 5-ին 10-12 աստիճան տաքություն մենք ցերեկը կունենանք։ Այսինքն մոտ 5-ից 7 աստիճանով օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Մենք բոլոր միջոցներով եւ Facebook-ով եւ մեր նախարարության Messenger կայքով եւ բոլոր լրատվամիջոցներով եւ հեռուստատեսությամբ մենք նախազգուշացում ուղարկել ենք, որ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը նշված հատվածներում կրկնում եմ Արարատյան դաշտ, Տավուշի հովտային գոտիներ, Սյունիքի հովտային գոտիներ, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներ սպասվում է բացասական ջերմաստիճան մինչեւ 2 աստիճան ցուրտ։